Ողջույն հարգելի գործընկերներ, բարի գալուստ ՀԱԵ, հայերեն աշակերտել յուրովի կրթական ալիք։ Այսօրվա տեսանյութում ես ցույց կտամ, թե ինչպես է տեսությունը վերածվում պրակտիկայի։ Ես կանցնեմ իմ PowerPoint պրեզենտացիայի յուրաքանչյուր տարի վրայով և կցուցադրեմ, թե ինչպես է դասը կենթանանում տարբեր խաղերի ու վարժությունների միջոցով իրական դասարանում։ Դուք կտեսնեք, թե ինչպես եմ ես առաջին անգամ դասավանդում այս դասը։ Այս տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է դասի պլանավորումը վերածվում իրական դասի, և թե ինչպես է ձեր դասի պլանը կամ PowerPoint-ը օգնում ձեզ պատկերացնել դասը նախքան դրա սկսվելը։ Այսօրվա դասը, որը ես ներկայացնում եմ, կոչվում է «Կենդանիների բնակավայրեր» և նախատեսված է 3-րդ կամ 4-րդ դասարանների աշակերտների համար։ Այն կառուցված է այնպես, որ հարմարեցվի ցանկացած դասարանային միջավայրի։ Անկախ նրանից, դուք սկսնակ ուսուցիչ եք, թե փորձառու, կարող եք կամ քայլ առ քայլ հետևել ինձ, կամ փոփոխել դասը, ձեր դասարանի կարիքներին համապատասխան։ Այն հարմար է մեծ և փոքր դասարանների, առցանց դասերի կամ անհատական պարապմունքների համար։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն արդյունավետ կաշխատի ցանկացած պարագայում։ Այժմ եկեք մանրամասն նայենք այս դասին։ Սկիզբը ստանդարտ է իմ բոլոր դասերի համար։ Ես միշտ մի քանի աշակերտի հարցնում եմ, թե ինչպես են նրանք։ Դա իմ առօրյայի մի մասն է, և նրանք լավ ծանոթ են դրան։ Դա օգնում է կապ հաստատել աշակերտների հետ։ Ողջույնից հետո անցնում ենք դասարանական կանոններին։ Իմ նախորդ տեսանյութերում ես բացատրել եմ, թե ինչպես և ինչու եմ օգտագործում աստղերի ու միավորների հոմակարգը և ինչու են կանոնները կարևոր։ Եթե ցանկանում եք լսել այդ բացատրությունը, փնտրեք իմ 10 խորհուրդ սկսնակ և փորձառու ուսուցիչներին տեսանյութը։ Հաջորդիվ համոզվեք, որ նրանք ունեն իրենց մատիտներն ու տետրերը, քանի որ պետք է նոթեր անեն։ Դասը սկսեք աշակերտներին բացատրելով, թե ինչ է բնակավայրը։ Կարիք չկա սլայդի վրայից ամեն ինչ կարդալ։ Պարզապես ասեք նրանց, որ բնակավայրն այն վայրն է, որտեղ ապրում են կենդանիներն ու բույսերը, կամ տվեք ուղղորդող հարցեր։ Ով կարող է ասել, ինչ է բնակավայրը։ Դիմում ենք երեխաներին, որ նշեն իրենց մոտ նոր բառը և տալիս են իրենց պատասխանը։ Հաջորդ սլայդում այն 6 բնակավայրերն են, որոնք դուք կդասավանդեք այսօր։ Կարող եք սեղմել ուղղանկյունների վրա յուրաքանչյուրը հետազոտելու համար։ Ներկայացրեք յուրաքանչյուրը և համոզվեք, որ աշակերտները գրում են դրանք տետրերում։ Այսօր մենք կսովորենք 6 բնակավայրերի մասին՝ անտառ, օվկիանոս, անապատ, Արկտիկա, Մարգագետին և արևադարձային անտառ։ Հաջորդը կարճ հարցաշար է, Pop Quiz։ Կարող եք դա անել ամբողջ դասարանի հետ կամ վերածել խաղի։ Ես սովորաբար խնդրում եմ մեկական աշակերտի յուրաքանչյուր թիմից կանգնել։ Նրանք պետք է ասեն բառը, որ նրանք սովորել են 6 նոր բառերը։ Շատ շոգ և չոր վայր, որտեղ շատ քիչ ջուր կա։ Անապատ։ Ուսուցիչը ցույց կտա 5 վայրկյանանոց տեսանյութ։ Աշակերտները պետք է ասեն, թե ինչ կենդանիներ տեսան։ Եթե անվանեն բոլոր 3 կենդանիներին, կստանան միավոր։ Այնուհետև գալիս է վարժություն, որտեղ աշակերտները համապատասխանեցնում են կենդանիներին իրենց բնակավայրերին։ Սկզբում ես պլանավորել էի դա որպես խմբային աշխատանք, բայց դասի ժամանակ հասկացա, որ դա շատ ժամանակ կխլի, ուստի այն դարձրեցի համադասարանական աշխատանք։ Այնպես որ եղեք ճկուն և պահի թելադրանքով կատարեք անհրաժեշտ փոփոխություններ ու ստեղծագործեք։ Եթե աշակերտները դժվարանում են հոգնակի թվի հարցում, սա լավ առիթ է այն կրկնելու համար։ Երբ երեխաները նշում են տեսած կենդանիներին, այստեղ չենք մոռանում հիշել հոգնակի թիվը և սկսում ենք թվել նաև այդ կենդանիների եզակի թվի հոգնակին։ Հաջորդը լսողական վարժություն է, գուշակիր բնակավայրը։ Երկու աշակերտ կանգնում են, լսում նկարագրությունը և ընտրում ճիշտ թիվը։ Այս վայրը շատ մեծ է, ունի աղի ջուր, այստեղ ապրում են ձկներ և շնաձկներ։ Որն է դա։ Օվկիանոս։ Դասն ավարտեք դասարանական նախագծով կամ տնային աշխատանքով։ Խնդրեք աշակերտներին նկարել մեկ բնակավայր և գրել 3-ից մինչև 4 նախադասություն դրա մասին։ Երբ ավարտեն, խրախուսեք նրանց կիսվել իրենց աշխատանքով դասարանի հետ։ Լավագույն պաստառները կարող եք փակցնել պատերին։ Աշակերտները հպարտ կլինեն տեսնել իրենց աշխատանքը ցուցադրված։
Հուսով եմ, ձեզ դուր եկավ այս տեսանյութը։ Եթե այո, խնդրում եմ սեղմել լայք, բաժանորդագրվել իմ ալիքին։ Հարգելի գործընկերներ, եթե ցանկանում եք գտնել ավելի շատ կրթական նյութեր, մեթոդական նորարարական լուծումներ եւ օգտակար խորհուրդներ ձեր դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար, անպայման միացեք մեր էջին։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Հաջող դասավանդում բոլորին։